Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Փաշինյանը որոշում է ստորագրել, որը վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանը 2026-ի հունիսի 23-ից 25-ը կգործուղվի Բրյուսել։ Գործուղման նպատակը Հայաստանի եւ Եվրամիության միջև անվտանգային եւ պաշտպանական հարցերով երկրորդ խորհրդակցություններին մասնակցելն է։ Վարչապետի աշխատակազմը կապահովի գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը օրենսդրությամբ սահմանված կարգով։ Տաթև Անտոնյանը գործուղումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվություններ կներկայացնի վարչապետի աշխատակազմ եւ արտգործնախարարություն։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսին։ Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ու բարեփոխումների ընթացքը։ Անդրադարձ է կատարվել սահմանադրական եւ դատաիրավական բարեփոխումների ընթացիկ աշխատանքներին։ Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացն ու հետագա քայլերը։ Կարևորվել են Երևանում նախատեսված ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների երկխոսության եւ արդարադատություն, ազատություն եւ անվտանգություն ենթակոմիտեների առաջիկա հանդիպումը։ Փաստաբան Արա Զոհրաբյանի տեղեկացմամբ վարչական դատարանը բավարարել է հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցու հայցը ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույց հռչակված Արամայիս Թախմազյանի հնարավոր գործողությունների վերաբերյալ եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանություն։ Ոստիկանությունը ըստ ներկայացված տվյալների դեպքի վայր չէր մեկնել եւ չէր իրականացրել անհրաժեշտ միջոցառումներ։ Դատարանը արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ներկայանալ տարածք եւ գործել օրենքով սահմանված կարգով։ Վճռով ոստիկանության գործունեությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավար Միխայիլ Մախլաքելիձեին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջև առևտրատնտեսական եւ մաքսային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող օրակարգային թեմաներին։ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար Կոսմին Ջորջ Դինեսկուին։ Կոստանյանը ողջունել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Ընդգծվել է առաքելության դերը կիբերհարձակումների, ապատեղեկատվության եւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։ Կողմերը քննարկել են առաքելության կարողությունների լիարժեք կայացման ուղղված քայլերը։ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտնել է իր բնակավայր են եկել իրեն ձերբակալելու։ Նրա դուստրը տեսանյութ է հրապարակել ձերբակալության ընթացքից։ Քննչական կոմիտեն հայտնել է գործողությունն իրականացվում է քնվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի վաղ ՔԿ-ն հայտարարել էր Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն եւ թշնամանք հրահրելու վերաբերյալ հայտարարություններ։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է մանդատների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Նրա խոսքով անհրաժեշտ է սպասել սահմանադրական դատարանի որոշմանը, քանի որ դեռ հույս կա, որ ԲՀԿ-ն կկարողանա ստանալ իր մանդատները։ Քոչարյանը նշել է, հակառակ դեպքում ընտրությունների լեգիտիմությունը կարող է զրոյական դառնալ։ Նա ընդգծել է, քաղաքական պայքարը շարունակելու համար անհրաժեշտ է ունենալ հնարավորինս լայն գործիքակազմ։ Նրա խոսքով մանդատները այդ գործիքակազմի կարևոր մաս են։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է 7 քաղաքական ուժերի միաժամանակյա դիմումը սահմանադրական դատարան Հայաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ իրողություն է։ Նրա խոսքով նախկինում ընտրությունների արդյունքները հիմնականում վիճարկվել են մեկ թեկնածուի կամ մեկ դաշինքի կողմից։ Այժմ ըստ Սուրենյանցի տարբեր քաղաքական բևեռներ նույն հարցում հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ։ Նա կարծում է խնդիրը վերաբերում է ոչ միայն իրավական, այլև քաղաքական լեգիտիմությանը։ Սուրենյանցը զգուշացրել է դիմումների մակերեսային մերժումը կարող է խորացնել հասարակական անվստահությունն ու քաղաքական ճգնաժամը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Սպուտնիկ Արմենիայի հարցմանի պատասխան հայտնել է։ Արաքս գետի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Նախարարությունից նշել են, որ աշխատանքները ընթացքի մեջ են։ Լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվել։
Եվրահանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Ֆինանսական աջակցությունը հանդիսանում է նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարած աջակցության փաթեթի առաջին մասը։ ԵՄ-ն նախատեսում է աջակցել հատկապես ագրապարենային արտադրության, ծաղկաբուծության եւ արտահանմանը ուղղված այլ ճյուղերին։ ԵՄՀՀ տնտեսական դիմակայության հարցերով հատուկ խումբը շարունակելու է համակարգել ծրագրերի իրականացումը։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթակոսը հայտարարել է. Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանին որպես ինքնիշխան ժողովրդավարական եւ անկախ պետություն, իսկ հուլիսի 5-ին նախատեսվում է նրա այցը Հայաստան։